Շենք ուրվական, որի վերջին բնակիչները պայքարում են օրորի փլուզվող պատերի ներսում գոյատևելու ու անտուն չմնալու համար։ Առաջի հարկից արդեն շենքը նստում է։ Սևան քաղաքի Նալբանդյան 36 հասցեում է փլուզվող քառահարկ շենքը, այստեղ մնալը վտանգավոր է անգամ ամեն վայրկյան։ Պատերին ամեն օր նոր ճաքեր են ավելանում, հներն ավելի են լայնանում։ Դեռ 10 տարի առաջ իրականացված փորձաքննությամբ այս շենքը դասվել է բնակվելու համար վտանգավոր, քանդման ենթակա 4-րդ վթարայնության շինությունների շարքին, իսկ բնակիչներին կոչ են արել անհապաղ լքել այն։ 66-ամյա Սուսաննա Սարգսյանն ու որդին եւ նրանց միակ հարևան ընտանիքն են մնացել շենքի երկրորդ մուտքում։ Նրանք միասին փորձում են կանխել հնարավոր փլուզումները, հնարավոր ու իրենց հասանելի ամեն միջոցով, անգամ փայտերի։ Այստեղ չեք կարա մտնեք, որովհետեւ սեսի խփել են, որ չիջնի, բայց պատը լրիվ քարերը թափած է։ 1960-ականներին կառուցված շենքն այնքան զգայուն է, որ ցնցումներն այստեղ զգում են ամեն օր։ Մենք ախով Ինչի մեքենայել անցնում, էլի ստրես է։ Մեքենայով շենքը գնում գալիս է։ Գնում գալիս է։ Խնդրեմ, մենք բնակվում ենք ստեղ, նստում է շենքը, մենք չենք կարողանում դուրը մեր տղան բացենք։ Իսկական սթրես Սուսաննա Սարգսյանն ասում է ինքն ու տղան ապրել են օրեր առաջ, երբ իսկական երկրաշարժ էր։ Դե անընդհատ է երկրաշարժներ։ Ու բանը պարկած մարդ ավելի է, ինքը զգաց գորած ու վեր թռավ, ես կուղնուց եկա, վախեց այլ ասեց երևի վատերազա տեսի, ասում եմ Սերգեյ ջան, ի՞նչ է պատահել, ինքը ջոգեց, հետո որ այս դռներն այսպես բացվում է, մենք ջոգում ենք արդեն, որ երկրաշարժ է, ինձ դղրդում է, ինքը բացվում է իրան։ 2013 թվականին շենքի երկրորդ մուտքի 16 ընտանիքներից 14-ին կառավարությունն աջակցություն է հատկացրել, որ տուն գնեն։ Իսկ առաջին մուտքի բնակիչները այդ աջակցությունը չեն էլ ստացել, պատճառաբանությամբ, թե այդ հատվածը քիչ թե շատ բարվոք է։ Երկրորդ մուտքի ընտանիքների մեծ մասը կառավարության աջակցությունը վերցրել ու հեռացել են շենքից։ Սուսաննա Սարգսյանի ընտանիքին առավելագույնը 5 միլիոն աջակցությունից ընդամենը 3 միլիոն դրամ են առաջարկել։ Ասում է, այդ գումարով անգամ Սևանին մոտ գյուղերում տուն չի կարողացել գտնել ու ընտանիքը փաստի առաջ է կանգնել, զրկվելով աջակցությունից։ Նույն շենքում բնակված Սուսաննայի մյուս երկու հարևաններին պետությունն այդ աջակցությունը չի էլ հատկացրել։ Այս տանտիրոջն էլ չտվեցին, Սիլվային ու իրանց չտվեցին, ինքը աբսուրդն ինֆարկտ ստացավ, ընտանիքն էլ քանդվավ։ Սեփականության վկայական ունեմ, ոչինչ որ տունը փլցրել են 10 տարի փողոցներում տապառում են։ Աջակցություն չստացած մյուս հարևանը Սիրվարդ Տերտերյանը ստիպված է եղել լքել շենքը։ Նրա բնակարանը հենց առաջին հարկում է։ Տարիներ առաջ իր տանը տեղի ունեցած փլուզումից հետո դուռն անգամ բացել չի կարողացել ու ամուսնու հետ մի օրում անտուն է դարձել։ Այդ վաղտանից էլ չեմ կարացի ապրեմ, դրանց հետո մենակ բողոքն է։ Մի գրուզավիկ մեքենա պետք կլինի, որ այդ իմ ամբողջ բողոքները լցնենք տեղավորվի։ 78-ամյա կինը 10 տարուց ավելի է պայքարում է սեփական տանն ապրելու կամ էլ փոխհատուցում ստանալու համար։ Կառավարության 2013 թվականի որոշումը հակաօրինական է համարում։ Գործադիրից Սիրվարդ Տերտերյանին ու հարևանին փոխհատուցում չտրամադրելը հիմնավորել են այլ տանը մասնաբաժին ունենալով։ Կամ ենթադրենք համասեփականատերեի ստիպում էի տունը վաճառում էին։ 6 հոգի համասեփականատեր եւ 2 սենյակի մեջ։ 2-3 սենյակի մեջ 6 հոգի համասեփականատեր։ Այն ժամանակ 7-10,000 թող լիներ տան վաճառքը, 2000 էր հասնելու ինձ, 2000 տուն առնեի։ Անգամ դատարան է դիմել բողոքարկելու որոշումը, ասում է ապարդյուն։ Հաշմանդամություն ունեցող կնոջ համար անցած տարիներին միայն քաշքշուկն ու բողոքների տրցակն է ավելացել։ Դիմել է հնարավոր բոլոր գերատեսչություններին, անգամ վարչապետին։ Ընդդեից ուղարկում են Մարսպետարանից Սևանի քաղաքապետարան ասում է, որ հնարավորություն չունենք։ Կառավարությունը պետքա փոխհատկացնի, բան որ մենք հասկանում ենք, մտածում ենք, որոշում ենք, անում ենք, բայց հնարավորություն չունենք։ Իսկ ես այս ընթացքում 6 սահատ տարածքային նախարար եմ փողել։ Տիկին Սիրվարդը վաղուց արդեն այլ հասցեում համասեփականատեր չէ։ Նալբանդյան 36 հասցեի երկրորդ մուտքում գտնվող համար 20 բնակարանը նրա միակ սեփականությունն է, որի վկայականը տարիներ շարունակ պահում է մի օր սեփական անկյուն ունենալու հույսով։
10 տարի ես կորցրել եմ ես։ Կարայի վարձով տայի, կարայի ապրեի, կարայի ամեն ինչ, իմ սեփական տունն է։ Ես ինչ վիճակ է, ես ինչ պետք է անեմ։ Ինչ պետք է անեմ, դու ինձ պատասխան տան, թե ես ինչ անեմ։ Մինչդեռ ինքն է հիմա վարձով ապրում այլ կանանց հետ միասին, կիսելով վարձը 50,000 է վճարում, իսկ թոշակը 60,000 է։ Եթե հարազատները չօգնեն, սննդի ու դեղերի ծախսերը չի կարողանա հոգալ։ Միայնակ մնացած կնոջ հույսը կառավարությունն էր, բայց ասում է, արդեն հույսը կորցրել է։ Դեռ անցած տարի աշնանը այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդանում հայտարարել էր, որ վթարային շենքերի հարցով կառավարությունում քննարկումներ են ընթանում։ Մեր քննարկումները հիմա ծավալվել են նրա շուրջ, որ կարողանանք որոշակի ըստ առաջնահերթության դասակարգենք, բյուջեում կամ այլ ծրագրերում որոշակի գումարներ նախատեսենք եւ ըստ վտանգավորության աստիճանի եւ ըստ առաջնահերթության այդ խնդիրները լուծում ստանան։ Բայց թե այդ քննարկումներն ինչ արդյունք են տվել, նախարարությունից պնդում են, հարցը քաղաքաշինության կոմիտեի տիրույթում է, որտեղից էլ հստակ պատասխան չեն տալիս։ Քաղաքաշինության կոմիտեից միայն ընթացիկ նախագծերի վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել։ Ըստ պատասխանի, տարբեր կառույցների, այդ թվում Խախշինի համակարգմամբ վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու ու հները ամրացնելու 4 տասնյակ շինարարական ծրագրեր են իրականացվում։ Ներկայում մշակվում է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ուղղված նախագիծ, որով կսահմանվեն խնդրի կանոնակարգման սկզբունքները, առաջնահերթություններն ու մոտեցումները։ Այն կներառի նաև արդեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի վերաբերյալ կարգավորումներ, կսահմանի նաև պատասխանատու գերատեսչությունների շրջանակը։ Քաղաքաշինության կոմիտեի տվյալներով Հայաստանում վթարային 614 բազմաբնակարան շենք կա, որից 524-ը երրորդ, իսկ 90-ը քանդման ենթակա, 4-րդ աստիճան է։ Նալբանդյան 36 շենքի փոխարեն նոր շենք կառուցելու կամ էլ վերջին բնակիչներին փոխհատուցում տալու ծրագրեր կառավարությունը դեռ չունի։